Հիբրիդային, եկեք մի հատ հասկանանք ինչ է նշանակում հիբրիդային հարձակում։ Դա նշանակում է, դա նայեք, դա բառացիորեն, եթե փորձենք թարգմանել հիբրիդային բառը, կլինի խառնածին, հա, այսինքն Հայաստանի Հանրապետության դեմ խառնածին գործողություններ, խառնածին հարձակումներ, դա կարա լինի ապատեղեկատվություն եւ մեծապես հենց այդքանով էլ շատ սահմանափակում է, դա կարա լինեն կիբեր հարձակումներ, չգիտեմ, զանազան եւ այլ, այսինքն գրականություն կա, բան, պատշարժի ժամանակը վատնել սահմանման վրա։ Արվում է Հայաստանի Հանրապետության դեմ այսպիսի հարձակումներ։ Միանշանակ ով կարա կարծեք այլ կարծիք հայտնի։ Մի մասը իդեպ սիրելի գործընկերներ, չեմ ճանաչում, որ լրատվամիջոցներ ներկայացնում, մի մասը ձեր միջոցով է արվում։ Այդ ձեր միջոցով արվածի մի մասը գիտակցված է արվում ձեր կողմից, մի մասը տենց պատաբար ստացվում է, դե լուր է գալիս է, տարածելու անհրաժեշտություն եք տեսնում։ Այո, առաջին հերթին եւ մեծ մասը հենց սուտ տեղեկատվության տարածման մասին է խոսքը, երկրի անուն եք տալիս։ Կարող են այդ սուտ տեղեկատվության թելերի մի զգալի մասը տանել մի կոնկրետ երկիր։ Այո, տանում են։ Եվ դուք մի պատկերացրեք, տենց կենտրոնացված մի գրասենյակ, որտեղից կամ բարձրագույն իշխանություն, որտեղից ամեն ինչ կազմակերպվում եւ կառավարվում է։ Կարաք տեսնեք Ռուսաստանի Դաշնության падգամավորներ, որոնք Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, օրինական ընտրված իշխանությունների դեմ ասում են բաներ, որի իրավունքը չունեն, որտեղ դա ներքին քաղաքականության խառնումն է։ Կարաք տեսնեք տարբեր տրամաչափի պաշտոնյաներ այդ գործողությունների մեջ, կարաք տեսնեք փորձագիտական շրջանակներից այդպիսի բաներ։ Վստահաբար կարաք տեսնեք մի թեթև Google անելու պահից։ Հետևաբար, սա մեզ համար բավականին անծանոթ երևույթ է եւ միևնույն ժամանակ ինչ որ մի մասում աշխարհի այս մասով կա կուտակված փորձ ինչու չհարցնել ես չեմ հասկանում այսինքն հենց Եվրամիություն կան ինչ որ շրջանակներ Եվրամիություն բառը լսում են խրտնում են եւ մտածում են բանա այս եկել են մեզ կուլ տան եկել են այ սա մեզ կտրեն այսինչ մի չգիտեմ դարավոր բարեկամական այն մի կապից տանեն մեզ մտցնեն չգիտեմ ինչ այդ հենց Եվրամիություն լսում են չոքերները թուլանում է մի անգամից որ ասենք այդ բանը խումբը գար Մադագասկարից ես վստահ եմ այդ ռեակցիան չէր առաջացնի հիմա ես ձեզ ուզում եմ հիասթափեցնեմ եւ կամ բացահայտում անեմ ձեր Հայաստանի բոլոր իշխանությունների օրոք ընտրական գործընթացների հետ կապված տարատեսակ ասպեկտներով տարատեսակ ուրեմն առանձին ենթավորներով Հայաստանի Հանրապետությունը այդ թվում Եվրամիությունից օգնություն խնդրել է ոչ մի նոր բան այստեղ չկա Այո Եթե Ռուսաստանի Դաշնությունը ունի սեփական փորձը հիբրիդային դեմ հարձակումների դեմ պայքարելու եւ պատրաստ է կիսվի մենք դեմ չենք թող կիսվեն մենք էլ կտեսնենք դա ինչ փորձ է